Վերադարձանք տաղավար։ Գովազդի ընթացքում Զառան ցիտում էր դասականներին եւ ես դեռ շոկահարված եմ այդ ցիտատներից, բայց հիմա դրա մասին չի խոսքը, հիմա շատ ավելի հետաքրքիր եւ ամառային թեմայից ենք զրուցելու։ Շատ հետաքրքիր թեմայից խոսելու ենք Դավիթ Բեկյան խաղերի մասին, սա երիտասարդական հայրենասիրական ամենամյա մրցույթ փառատոնը, որն անցկացվում է Սյունիքում։ Ըստ էության հնարավորություն է Հայաստանի Սփյուռքի երիտասարդների համար ծանոթանալու, ինչու ոչ փորձով փոխանակվելու, զարգացնելու տարբեր հմտություններ, իսկ թե ինչ հմտություններ կխոսենք մեր այսօրվա հյուրերի հետ, հյուրընկալել ենք Դավիթ Բեկյան խաղեր 2026-ի մասին, 2026-ի ծրագրերի ղեկավար մասնակից Հայկ Հակոբյանին եւ ծրագրի ղեկավար Ալինա Գևորքյանին։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում ենք խաղերի արկայության, այսպես ասած, արկայության արդիվ պատճառով, այո, ինչպես կարելի ասել։ Իսկ որ ասում ենք Սյունիքում որտեղ Զանգերից սկսած մինչև Մեղրի, Ագարակ, որտեղ կոնկրետ ինչ որ Կապան, Գորիս, Ագարակ, Մեղրի, Քարաունջ, Զանգեզուր, շնորհակալություն հյուրընկալության համար, երկուսս էլ իմիջիայլոց սյունեցիներ ենք ձեր առջև նստած։ Վաու։ Դավիթ Բեկյան խաղերը իրականանում է Կապանում, Աճանան բնակավայրում։ Նոր մտածում եմ, որ Երևանից Կապան կարելի ինքնաթիռով գնալ 20,000 դրամով եւ հուլիսի 1-ից կարելի է Լոնդոն թռնել 50 եվրոյով։ Կամ մասնակցել Դավիթ Բեկյան խաղերին։ Կամ մասնակցել Բայց Դավիթ ավելի լավ Բեկյան։ ավտոմեքենայով գնալ։ Ես ավիաֆոբիա ունեցող մարդ որպես։ Համի ճանապարհը գեղեցիկ է։ Դա ինչ է իրենց ներկայացնում այդ խաղերը, եկեք հասկանանք, դա սպորտ է, ինտելեկտ է, Եվ Դավիթ Բեկյան խաղերը ուսումնամարզական միջոցառում է 14-ից 17 տարեկան պատանիների համար, որտեղ որ պատանիները մրցում են իրար հետ թե ինտելեկտուալ մրցաշարերում, թե ֆիզիկական պատրաստվածության մրցաշարերում։ Ֆիզիկական պատրաստության օրինակ ինչ կող կա հայկական։ Հայկական կողը չունենք, ունենք պարանի ձգումը, բայց հայկական պարանի ձգումը։ Հայկական պարանի։ Բայց մենք ունենք մեր իսկ ստեղծած խաղերը, որոնք որ զարգացնում են երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությունը, տեղանքում կողմնորոշում, կոորդինացիոն գիտելիքներ, ֆիզիկական պատրաստվածություն, այսինքն արագություն, կողմնորոշում, արգելքների հաղթահարում եւ այլն։ Այստեղ նշեցինք, որ երիտասարդական հայրենասիրական, այ հետաքրքիր է հայրենասիրությունը վստահ եմ այն երևույթներից է, այն երևույթից շատ յուրաքանչյուր մարդ իր կերպ է ընկալում, այ հետաքրքիր է խաղերի շրջանակում ինչ որ հատվածներ, մասնակիցին հասնեք, բացի անվանումը Դավիթ Բեկի անունը կրող մրցաշար լինելը, ինչ հայրենասիրական տարր կա, որ հենց սա է հայրենասիրական հատվածը։ Դավիթ Բեկյան խաղերի ընթացքում մենք ազգային պարերի մրցույթ ենք ունեցել, մրցույթից զատ նաև էլի ազատ ժամանակ ազգային պարով ենք զբաղվել, որտեղ որ գնացել եք ճամբարից դուրս, էքսկուրսիաներ ենք արել Վահանավանք, Հալիձորիբերդ եւ այլ տեղեր, ու այդ ճանապարհի ընթացքում էլի ոգևորված ենք եղել ազգային երգերով գնացել եկել ենք ու այդ ընթացքում մենք չենք մտածում մրցույթի մասին, հաղթելու մասին, միմյանց դեմ ինչ-որ վատ ձևով տրամադրվելու մասին, հենց հայրենասիրական գաղափարախոսություններով ենք լցված։ Ես կարող եմ մի քիչ մեր որպես կազմակերպիչների կողմից խոսել, որ մենք առաջին Դավիթ Բեկյան խաղերը իրականացրել ենք 2022 թվականին, Դավիթ Բեկյան ապստամբության 300-ամյակին նվիրված եւ գիտենք ապստամբության մասին եւ մենք վստահ ենք, որ մեր պետականության հիմքերը հենց այդ ժամանակվանից սկսված է տևել եւ ինչու է ստեղծվել խաղերը, որովհետեւ մենք ուզեցել ենք, որ 14-ից 17 տարեկան պատանիները ոչ միայն ժամանակակից հմտություններին տիրապետեն, այլ եւ առողջ ապրելակերպը կարեւոր են եւ ազգային արժեքները։ Մենք մեր խաղերի բաղադրիչում դրված է նաեւ հայոց պատմության հարցաշարը եւ նաեւ հոգեվոր պատմությունն ենք շատ կարեւորում։ Ինչ որ դասախոսներ, հնեաբաններ հրավիրում եք, որ օրինակ երիտասարդները զրուցեն, պատմեն, Դավիթ Բեկի մասին պատմեն, ապստամբության մասին պատմել, Մխիթար Սպարապետի մասին եւ այլն այդ ամենը։ Նախ մենք տալիս ենք նյութեր, որով որ մասնակիցները պատրաստվում են, այսինքն մեր մասնակիցների կողմից ստեղծված նյութերին համապատասխան մասնակիցները պատրաստվում են մրցաշարին, իսկ բուն խաղերի ընթացքում հրավիրում ենք թե պատմաբաններ,
տեղացի պատմաբաններ, ովքեր որ ներկայացնում են, որ սյունեցների բնիկ, տեղաբնիկ լինելը Դավիթ-Բեկյան ապստամբության մասին է ներկայացնում եւ նաեւ մասնակիցների հարցերին են պատասխանում, քանի որ մեր մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է։ Որտեղից են, երբ որ ասում ենք սփյուռքահայությունը 2022 թվականին մենք 8 թիմ ենք ունեցել, իսկ այս տարի 24 թիմ ենք։ իսկ թիմերը Թիմերը Հայաստանի բոլոր մարզերից եւ արդեն այս տարի, արդեն երկրորդ տարին ընդունում ենք նաեւ Սփյուռքից թիմ։ Այսինքն թիմը Գեղարքունիքի թիմ, պես է վայոց դող։ Տարածքային թիմ է, տեսեք, մենք հայտ ենք ներկայացնում, բաց հայտ ենք ներկայացնում, որի ընթացքում թիմը թե լազմահայրենասիրական հասարակական կազմակերպություններ, պարզապես համայնքային թիմեր մեզ հայտ են ներկայացնում եւ գալիս են մասնակցելու, եթե համապատասխանում են մեր կրիտերիաներին։ Արդեն երկրորդ տարին է, մենք ունենք Ռուսաստանից մեր հայրենակիցները, արդեն այս տարի 2 թիմով մասնակցելու են Դավիթ-Բեկյան խաղերի եւ մեր նպատակներից մեկը դառնալ համահայկական մրցույթ փառատոն։ Ինձ հետաքրքիր է, եթե մրցույթ է։ Ինձ ով է վարում։ Կարող եմ ես գալ վարում։ Ով է վարում։ Չէ, մենք ունենք մրցավարական թիմ։ Չէ, զառայտը չի։ Հələ ուրիշ հարց։ Չէ, նորով է գալ վարել։ Մենք ունենք բացման փակման արարողություն, սիրով պատրաստ ենք ձեզ հյուրընկալել եւ գալ։ Եթե մրցույթ է, հետեւաբար լինելու են հաղթողներ, լինելու են մրցանակներ, այո, ինչ սկզբունքով են ընտրվում հաղթողները եւ ինչ մրցանակներ կան, թեկուզ խորհրդանշական։ Տեսեք, մենք ունենք մեր կողմից, մեր մրցավարական թիմի կողմից ստեղծված մրցումները, որը յուրաքանչյուրը ունի գնահատման համակարգ, ըստ գնահատման համակարգի օլիմպիական ձևով մասնակիցները զբաղեցնում են առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը։ Ընդհանուր է հաշվում, հա։ Այո, ընդհանուր է հաշվում։ Այս տարի 3 շրջափուլով է լինելու 8 թիմեր մասնակցելու են եւ հաղթողները տեղափոխվելու են եզրափակիչ փուլ, որտեղ մրցույթները ավելի դժվար են։ Օրինակ, գոյատևման հմտություններ Անտալում, մասնակիցները 1 օր պետք է ունենան Անտալում սահմանափակ սննդով, իհարկե մեր վերահսկողության եւ անվտանգության կանոնները պահպանելով։ Ոչ մեկ չի կորի։ Ոչ մեկ չի կորի։ Կամ կորելու դեպքում պետք է գտնեն։ Այո, կորելու դեպքում պետք է գտնեն։ Դա է ցիտատ արդեն։ Հաջորդը խուստուփում ունենք մրցախուստուփի գագաթին։ Այդ է ուզում հասնել բարձրանալու խուստուփ։ Եզրափակիչ անցած մասնակիցները ունենալու են խաղ մրցույթ խուստուփում։ Եվ մասնակիցներին տալիս ենք անհրաժեշտ գույքային նվերներ ենք հիմնական տալիս կամ դրամական նվերներ, որոնք որ օգնում են նրանց պատրաստվել հաջորդ Դավիթ-Բեկյան խաղերին։ 14-ից 17 տարեկան թիմը բաղկացած է լինում 10 մասնակցից, որից պարտադիր 3-ը աղջիկ պետք է լինեն։ Մենք ավելի շատ խրախուսում ենք, բայց նվազագույնը 3 աղջիկ պետք է լինեն։ Եթե չկան 3 աղջիկ։ Բայց մասնակցությունը ընդհանրապես ո՞նց է աղջիկների կողմից հետ ավելի շահագրգռված են եւ ավելի ներգրաված են եւ խաղերի կարգուկանոնի պահապաններն են։ Ինչպես միշտ։ Կանայք տղամարդկանց։ Ну, միգուցե պարանի ձգումով մենք հաղթենք, բայց մնացած բոլոր դեպքերում կանայք հաղթում են։ Ինչ է ուզում հարցնել, իսկ ինչի 14-ից 17, օրինակ ես մի քիչ մեծ եմ այդ տարիքից, ուզում եմ մասնակցեմ, չկան տարբերակներ։ Դե մենք նախազորակոչային տարիքի երիտասարդներին ենք ընտրել, ինչպես նաև այդ տարիքի երիտասարդների հետ հեշտ ավելի աշխատելը, իրանք ավելի ճկուն են, ավելի բաց են աշխարհին։ Դուք որպես մասնակից արդեն մասնակցել եք, ունեք փորձ, ամեն ինչ որ ավարտում է, չէ՞ որ մի քանի օր է։ Հետո այդ կապը ձեր նոր ընկերների հետ, այսօր ընկերության միջազգային օրն է, այդ նույն ընկերների հետ կապը պաշտպանում եք, չգիտեմ, սիրահարվում եք, ամուսնանում եք, ինչ ոչ այո։ Դեպքեր արդեն։ Ունեք զույգեր ամուսնայի միջալուց։ Նշանված զույգ արդեն ունենք ալաչի։ Վաու։ Ես շնորհավորում ենք ձեզ։ Միանշանակ կապը պահպանում ենք Դավիթ-Բեկյան խաղերի ընթացքում, այդ 6 օրվա ընթացքում շատ ամուր ընկերություն ենք ձեռք բերում ենք ու այդ ընկերությունը արդեն ես որ 3-4 տարի մասնակցում եմ, ընդ իմ ընկերները համարեմ ամենամոտիկ ընկերներն են դարձել, մանկության ընկերներից հետո արդեն ամենամոտ ընկերները իրանք են, մինչև հիմա էլ կապը պահում ենք, որոշ մարդկանց հետ ամեն օր կամ ամեն երբ ինձ տարածքը գյուղը գնալուց, քաղաքը գնալուց անպայման զանգում հանդիպում ենք ու Դավիթ-Բեկյան խաղերի այդ 6 օրվա ընթացքում այնքան բաներ ա լինում, որ մենք մի տարի զրուցում ենք դրա մասին ու էլի հերիք չի անում որ Թվում է թե այս on-line աշխարհում խնդիր չկա իրար հետ շփվելու, բայց մենք տեսնում ենք, որ երիտասարդները կարիք ունեն
օֆլայն շփմանը ու Դավիթ Բեկյան խաղերը նաև լավ հարթակ է, որ Սյունեցին ճանաչի լոզեցին ճանաչի վայոց ծորեցուն Վայոց ծորեցին ճանաչի արգենտինացուն։ Այո։ Իսկ որտեղ են բնակվում, ինչ է դա ճամբար է, վրաններ է, անտառում եք ապրում, որտեղ ինչ տեսակ է դա եկա կազմել։ Վրանային ճամբար է Անտառում, մենք ունենք մեր ճամբարը, որը որ հագեցած է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքով, բայց պատանները մնում են վրաններում 6 օր, հետո արդեն գալիս են եզրափակիչ փուլ, բոլոր պայմանները թե անվտանգության, թե մնացած հարցերով ապահոված է մեր կողմից։ Սփյուռքի ներգրավվածության կարիքը ինչպես զգացիք, այսինքն հայտարարության արձագանքեցին Սփյուռքից, թե դա առանձին նախաձեռնություններ եւ նշեցիք Ռուսաստանից երկու թիմ է մասնակցելու այս տարի, այլ ինչ երկրներ կան, որտեղից մեր հայրենակիցները, մեր հայրենակից պատանիները գալու են։ Եվ մի հատ տեխնիկական հարց տա, միանգամից դրան էլ կպատասխանեք, աջակցությունը լինում է ձեր կողմից, թե իրենք իրենց միջոցներով են գալիս։ Տեսեք, անցած տարի մենք ունեցանք առաջին դեպքը, երբ որ Ռուսաստանից մասնակիցներ ունեցանք, դա եւ իրենց հետաքրքրվածության արդյունքում են եւ մեր նախաձեռնողականության։ Այս տարի նրանք արդեն երկրորդ թիմով են գալիս, որովհետեւ այստեղից գնացել են լացելով երեխաները, չգիտեմ, իրար հետ անդադ կապ են պահում, երբ են գալու, բայց սա մեր համար առաջին նախադեպ էր եւ մենք փորձում ենք ընդլայնվել եւ նոր Սփյուռքի նոր օջախներից այսպես ջավախքի հետ ենք բանակցությունների մեջ, փորձում ենք նաև այլ պետքա, տեսեք, կարևոր է, որ լինի կազմակերպություն, թիմ, խումբ, որի հետ որ մենք կարողանանք կապնվել եւ դա առաջի պայմաններից է։ Ռուսաստանի թիմի հետ կա այնտեղ հիմնադրամ, որոնց հետ համագործակցում ենք եւ իրենց մասնակիցներին բերում են։ Հայաստան գալը ապահովում են իրենց միջոցներով, բայց արդեն մնացած ծախսերը Երևանից դեպի Կապան եւ այլն մենք ենք ապահովում։ Շատ մեծ նպատակ ունենք ընդլայնվելու եւ բաց ենք համագործակցության, եթե կլինեն Սփյուռքում թիմեր, որոնք որ կցանկանան մասնակցել։ Ես համոզված եմ, որ Սփյուռքում հազարավոր ինչ-որ միավորումներ կան, որոնք որ կարող են միավորել կուսակցական, եկեղեցական, հասարակական, կուսակցականը չի կարող լինել, որովհետև Դավիթ Բեկյան խաղերը կուսակցական, քաղաքական որևէ նայեք, մեզ համար այստեղ դա քաղաքականություն է, բայց Սփյուռքում հավատացեք, որ կուսակցական միավորումները ավելի շատ պարզապես միավորում են հայերին, ոչ թե ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունեն իր մեջ։ Իսկ դուք ունեք ինչ-որ համազգեստ, չգիտեմ, օրինակ ինչ-որ տարբերանշան, գալստուկ, ինչ-որ հատուկ շևրոններ։ Մասնակիցները իրենց համապատասխան հագուստով պետք է ներկայանան, մենք հագուստ չենք տալիս, այսինքն մենք ունենք մեր Դավիթ Բեկյան խաղերի լոգոյով շապիկներ եւ այլն, որոնք մենք կազմակերպիչներից ենք կրում, բայց մասնակիցները որպեսզի տարբերվեն իրարից, իրենք գալիս են իրենց, բայց պարտադիր պայման է, որ յուրաքանչյուր մասնակից թիմ պետք է ունենա տարբերվող հագուստ, միանման։ Չեն կարող ունենալ բոլոր թիմերը կանաչ գույնի հագուստ։ Պետք է տարբերվեն։ Տարբեր կանաչ գույններ կան։ Ինքը պետական աջակցությամբ է անցկացվում, թե մասնավոր։ Ոչ, մենք բազմաֆինանսավորման, մենք հասարակական կազմակերպություն ենք եւ հիմնականում ֆոնդ հայթայթման միջոցով ենք։ Դե իսկ եթե պետությունը ձեզ աջակցի, ուզում եմ։ Սիրելի պետություն, տեսեք ինչ լավ բաներ են անում երեխաները, առաջարկում աջակցել Սյունիքի մարզպետարան, Կապանի քաղաքապետարան եւ այլն հիանալի սա բան է։ Չէ՞ որ տեղական կառույցների հետ աշխատում ենք, համագործակցում ենք, բայց պետական չի մեր ծրագիրը։ Չէ՞ որ բոլոր այն մարդիկ, որոնք որ գալիս են Սյունիք, հետո Սյունիքից գնում են եւ դառնում են Սյունիքի փոքրիկ դեսպաններ։ Շնորհակալություն։ Հիանալի իհարկե միջոցառում է եւ հուսանք, որ օրերից մի օր կլինեն նաեւ Դավիթ Բեկյան խաղեր ծերունիների համար, որ օրինակ ես կարողանամ մասնակցել
թիմ հավաքեմ։ 10 Կմտածենք, շատ լավ 10 առաջարկ է։ հոգի ասացիք։ 10 հոգի։ 10 հոգի, Դուք որից պատրաստ 3-ը եք 10 հոգի հավաքել։ խնդիր չունենք։ Երեք 3 կին։ Երեք- Մեր բարագայում կին արդեն ոչ թե օրիորդ։ Շատ լավ, մենք կմտածենք։ Մտածեք։ 3 կին եւ 7 տղամարդ։ Չէ, 5 կին, 5 Ես էլ տղամարդ։ իմ թիմով կգամ։ Okay, ես մեր թիմը ընդեմ Զարայից թիմի, ինչու, բայց դու ծերունի չես։ Դու դեռ 30 տարի հետո։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Եփա բացվում, ավերը, Այս տարի հունիսի 29-ին մեր բացումն է, համեցեք։ Հունիսի 29-ին, եթե լինեք Կապանում, կտեսնեք այդ հիանալի երիտասարդներին, իմացեք, որ նրանք Դավիթ Բեկյան խաղերին ունենք մասնակցել աշխարհի տարբեր ծայրերից եւ Հայաստանի տարբեր ծայրերից։ Հրաշալի, հիշեցնեմ, որ մեր տաղավարում թեմայի վերաբերյալ զրուցում էինք Դավիթ Բեկյան խաղեր ծրագրի ղեկավար Ալինա Գևորգյանի եւ խաղերի մասնակից Հայկ Հակոբյանի հետ։ Լավ տրամադրությամբ ձեզ ճանապարհում ենք։ Ուղարկում ենք Սյունիք։ Ես սիրով կգայ ես հետ։ Սպասում եք միշտ։ Իսկ մենք գնում ենք Գովաստ։ Մենք գնում ենք Գովաստ։ Մարդ կա գնում Սյունիք, մենք էլ գնում ենք Գովաստ։